Շատ սիրելի հեռուստադիտողներ, ջերմ բարևներով Սիլվան եմ, հույսով եմ բոլորդ լինեք ողջ և առողջ։ Սիրելիներ, այսօր երկուշաբթի երեկոյան ժամի 5:30-ին ծրագիրը սկսում ենք, կշարունակվի մինչև ժամի 6-ը։ Այս ընթացքում դուք կարող եք զանգել ստուդիոն ձեր հարցերի համար։ Հեռախոսի թիվն է 818 326 8221։ Իսկ ինձ հետ ժամադրության համար սիրելիներ, հոգեկան անհանգստությունների վերաբերյալ ընտանեկան դժվարություններ, զույգեր, ամուսիններ, նախքան ամուսնության թեստերի համար, նույնպես depression, anxiety, panic attack, anger management, recovery from codependency, կարող եք իմ գրասենյակը զանգել ժամադրություն վերցնելու համար։ Հեռախոսի թիվն է 818 326 8221։ Եվ բարևում եմ մեր շատ սիրելի Facebook-ի, Instagram-ի և YouTube-ի ընկերներին, Hello Friends, շատ մերսի, որ միացել եք մեզի, խնդրում եմ ձեր ընկերներին, ծանոթներին էլ տեղյակ պահեք, նրանք էլ միանան մեզի։ Եվ սիրելիներ, խնդրում եմ, եթե որ հնարավորությունը ունեք, YouTube-ի վրա subscribe դառնաք Silva B Therapy YouTube-ի վրա։ Շատ լավ, սիրելիներ, գիծերը բաց են բոլորը։ Այս րոպեից դուք կարող եք, հնարավորություն ունեք, որ զանգեք ձեր հարցերի համար և պարզ է, որ ծրագրի սկիզբը զանգեք, քանի որ ժամանակը շատ երկար չի, շատ քիչ է, ծրագրի սկիզբը, որ զանգեք սիրելիներ, ավելի շատ ժամ կունենանք, որ անցնենք ձեր հարցերին։ Ուրեմն ձեր զանգելու համար այս րոպեին սիրելիներ, ստուդիոն ինձ հետ խոսելու համար, ձեր հարցերի համար 818 326 8221 թիվը։ Եվ մինչև զանգը ստանամ սիրելիներ, նարսիսիստի մասին եմ խոսում անցյալ շաբաթ ձեզ համար, որը նարսիսիստի մասին ինչքան էլ խոսանք, դեռ քիչ ենք խոսացել, որովհետև շատ կարևոր է, որ մենք սովորենք, իմանանք նշանները, ճանաչենք, սկզբնական շրջանում մեզի հեռու պահենք, boundary, սահման որոշենք և նույնպես եթե այդ relationship-ի մեջ ենք կամ ընտանիքի անդամներից ունենք, որ նարսիսիստ են և մտերիմ հարազատներ են, սովորենք ինչպեսի մեզի պաշտպանենք, protect անենք, boundary դնելով, սահման որոշելով և ինչ tools-եր օգտվենք, որ ավելի հանգիստ լինենք և այս personality disorder-ը, որ կա, շատ մենք չտանջվենք։ Narcissist personality disorder-ը սիրելիներ մեկ հատ mental health condition է, որը շատ դժվար personality-ներից է, որ mental health-ի condition է կոչվում սիրելիներ և այսպիսի մարդիկ շատ unreasonable expectation ունեն, պահանջ ունեն, որ ոչ մի պատճառով ուզում են, որ իրանց կարևոր զգան, որ ես շատ կարևոր մեկն եմ, պահանջ ունեն, որ բոլորը իրենց շրջապատը իրենց մեկ հատ շատ կարևոր մեկը տեսնի, որ միշտ center of attention ելնեն, բոլորը իրենց կարևորություն տան, բոլորը իրենց validation տան և admire անեն, պաշտեն և իրենք ինչպես են նայում մյուսներին, իրենք միշտ վրևից են նայում դեպի ցածր մարդկանց, որտև իրանց միշտ շատ բարձր են իմանում, որ իմ նմանը չկա, իմ նման հասկացող, խելացի, ճարպիկ, հուշիմ, ամեն ինչ իմացող, իրանց մեջ այդպիսի զգացում ունեն։
եւ միշտ մյուսներին ցածր աշկով են նայում եւ այդ need-ը, այդ պահանջը իրենց մեջ, ճիշտ իրենց արյունը դա է պահանջում, որ կարողանան նորմալ function անեն, ապրեն, սաղ մնան հոգեպես, որ միշտ մյուսները իրենց admire անեն, միշտ ասեն, վայ, ես ինչ լավն ես դու, ես ինչ գեղեցիկ ես, ինչ խելացի ես, ինչ կարևոր ես, իրանք այդպես մեկերն են, եթե իրանք զգան, որ մետը գնացին և իրանց մեկը կարևորություն չի դարձնում, եթե զգացին, որ իրանք այդ տեղը, որ գնացել են center of attention չեն, տարբեր ձևերով, տարբեր խաղերով, բայց իրենց խաղերը շատ քլասի և հետաքրքիր ձևով, որ ոչ ոք չի անդրադառնա, կամ շատ լարջ փող կծախսեն, կամ մեկ հատ կարևոր գործեր կանեն, կօգնեն և շատ ամենք ասեն, տեսես ինչ գործեր անում, ինչքան օգնում է մարդկանց, ինչքան բարի է, ինչքան լավն է, որ իրանք այդ սնունդը ստանան, որ իրանց պատմում են, լավ են պատմում, բայց դրանք բոլորը իրենց mind game-ն է, իրենց մտքի մեջի խաղն է, դա իրենք չեն, իրանց համար դրանք բոլորը խաղ է, ոչ մեկը սրտանց հոգով, որ սիրելով անեն չի, իրանց համար բոլոր օգնելը, լարջելնելը, կարևոր գործեր կատարեն մյուսների համար, դրանք բոլորը իրանց համար խաղ է, game է, իրանց կյանքը, իրանց ամեն ինչը mind game է, իրանց չեք կարող հավատակ, այդ րոպեին կարելի է շատ է լավ էլի, բայց դրա հետևը, որ այդքան confidence են ցույց տալի, դրա հետևը մեկ հատ թույլ, իրենց ցածր զգացող, low self-esteem, low self-worth, մեկն է, և որովհետև իրենց մեջ այդքան ցածր են զգում իրենց self-worth-ը, արժանապատվությունը, դրա համար իրենց confidence-ը այնքան բարձր են պահում, որ բոլոր դրսեցիներին այդպիսի ցույց տան, որ admire-ել են, ուշադրությունը ստանան, բրավո, լսեն, որ իրենց մեսքան լավը զգան։ Հիմա դժբախտությունը ինչ է, որ այս մեջտեղ մարդիկ, որ գալիս են նոր են ծանոթանում այսպիսի մեկերի հետ, narcissistic personality disorder ունեցող մարդկանց հետ նոր են ծանոթանում, narcissist-ը, որ ուզում է սկզբնական շրջանը այդ մյուսներին attract անի ձեռ բերի, լրիվ այդ իրել սիրուն, charming վարքերն է ցույց տալի, լարջ են, ֆան են, ցավակից են, օգնող են, ցույց են տալի, որ ինչքան ձեզի հասկանում են, ցույց են տալի, որ ինչքան ձեր զգացումները ըմբռնում են, որ դուք հիանում եք, սիրարվում եք այսպիսի մարդկանց վրա։ Եվ հետո, որ իրանք արդեն վստահանում են, make sure են անում, որ ձեզի ձեռ են բերել, արդեն դուք իրանց օղակի մեջ եք, այդ ձուկ բռնողը, որ անընդհատ այդ ձուկը որսը գցում է, մինչև այդ ձուկին բռնի, որ բռնավ, արդեն ինչ է, են սկիզբը ուտելիք է տվել, մինչև ձուկին բռնի, հիմա որ բռները, արդեն ինչ է ուզում է կխաղացնի այդ ձուկին, չէ, որ ինքը ուտի, և վերջը ձեզի կուլ կտա, լավ խորոված կանի ու կուտի, հոգեպես,
Narcissistic personality disorder ունեցողները they don't care for your feelings. Բոլորովին կարևորություն չեն դարձնում ձեր զգացումները ինչ է։ Տխուր եք, ուրախ եք, բոլորովին կարևորություն չեն դարձնում։ Իրանք այդ capability-ն, կարողությունը չունեն, որ ձեր զգացումները ըմբռնեն, զգան, հասկանան, որ իրենց ինչ ենք ասում, they don't have empathy. Ներողություն։ Երբ որ մեկը empathy չունի, այսինքն այդ կարողությունը, որ ձեր զգացումները հասկանա, ըմբռնի, զգա, չունի։ Հիմա սրանք անընդհատ շարունակում են, և դուք կարելի է այդ խաբն ուտեք, հետո մետ է հասնի, որովհետև իրանց գործերը relationship-ին ազդում է, աշխատանքին ազդում է, իրանց social life-ին, financial, դպրոց, աշխատանք, school, education, ամեն ձևի կարող է ազդի այս narcissistic personality disorder-ը մարդկանց։ Եվ մենք շատ ենք տեսնում մեծահասակների մեջ, սիրելիներ, հիմա տատիկ է, պապիկ է, որովհետև տարիքները բարձր է և ընդհանրապես ամենս էլ իմանում ենք մեծ բարձր տարիքով մարդկանց միշտ հարգանքով, սրտով վերաբերվում ենք։ Narcissistic personality disorder ունեցողները, որ դառնում են տատիկ ու պապիկ, սրանք արդեն չեն կարող էլ բոռան ու գորգռեն, որովհետև արդեն տարիքն է բարձրացել, օտար ձևի են սկսում manipulate անել, որ կարելի է, որ pretend անեն, ցույց տան, որ հիվանդ են, և որովհետև տարիքը բարձր է, թույլ է մարմնի տեսակետից, բոլորը սկսում են ավելի շատ ուշադրություն տալ, էլի իրանք էնի որ ուզում են ձեռ են բերում։ Եվ բոլորովին կարևորություն չեն դարձնում, որ այդ իրանք զավակները կամ թոռները այդքան աշխատանք ունեն, դպրոց ունեն, գործ ունեն, pressure-ի տակ են, որ նրանք հիմա ինչքան guilt feeling են զգում, իրանց մեջ անհանգիստ են զգում, որ տատիկիս, պապիկիս, մամայիս, պապայիս չեմ գնացել, չեմ հասել, ինքը հիվանդ է, բայց իրանք այդ չափի հիվանդ չեն, ցույց են տալի, որ հիվանդ են, որ ձեր attention-ը ստանան, ձեր ուշադրությունը, որ դուք երթակառավոտից նստեք իրա կողին, ինչ ինքը ուզում է դուք իրան համար կատարեք, և բոլորովին կարևոր չի, դուք ձեր աշխատանքից ընկնեք, փող սարքելու, ձեր բացը ձեզ խոսա կամ դպրոց, պետք է ստադիանի մի հատ թոռը, բայց տատիկն է, պապիկն է, չի կարող, հավատում են, և եթե չանեն guilt feeling են տալի իրանց, և բոլորովին, ոչ մի թերապիստ էլ չի կարող սրանց ասի, այդքան հիվանդ չի, դու այդքան guilt feeling-ով մի ապրի, մենք չենք կարող ասենք մի գնա, մի իրանց հետ ժամանցացրու, գնա ժամանցացրու, բայց այդ guilt feeling-ը, որ իրանց մեղավոր են զգում, որ մեկ ժամ այսօր չեմ գնացել, հանդիպեմ, ժամանց ասեմ, ուրեմն իրանց ցույց են տալի, որ տկար եմ, հիվանդ եմ, քեֆս լավ չի, ճնշումս բարձրացել է, ճնշումս իջել է, ոտս է ցավում, հաց չեմ կերել, գիշերը չեմ քնել, գլուխս է ցավում, ամենին սենց մատի վրա ֆռռացնում են։ Եթե մի հոգի էլ անդրադարձած էլի, որ այս
անձը narcissistic personality ունեցող մեկն է եւ հիմա բոլորին լրիվ ընտանիքին այսպեսի խաղացնում է եւ իր դրությունը այդքան վատ չի մենակ իր narcissistic fuel-ը ստանալու համար որ պետք է control-ը իրա ձեռնելի պատրաստ է իրան շատ վատ հիվանդ ցույց տա խափվում են եթե մեկն էլ ասի երեխեքից մեկն ու մեկը ասի ամենը կջղայնանան դրա վրա հետո եթե իրան էլ ասեն ինչ է անում սկսում են լացել այնքան կլացեն մինչև ձեզի կփոշմանացնեն այդ խոսքը ասելու համար բայց եթե մենք նկատում ենք որ արդեն սա pattern է դարձել տարիներ է նույնը կրկնվում է հիմա մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ հասկանալի է հիվանդենտը կարեն քեֆներ լավ չի ուշադրություն են ուզում մենակ է մնացել պարզ է ամեն մարդ պետք է գնա կատարի իր ծնողի համար, իր տատիկ պապիկի համար դա շատ բնական եւ մարդկային վերաբերմունք է որ ամեն մարդ պետք է կատարի բայց ես narcissistic personality disorder ունեցողների արդիվ եմ խոսում սիրելիներ այդ ուրեմն երբ որ pattern է տեսնում որ այս դրությունը այս վիճակը տարի մեջ 4-5 անգամ կրկնվում է եւ երբ որ դուք արդեն ջղայնանում եք կրակ եք բռնում որտեվ ձեզի gaslight են անում gaslight են անում որ ներսից ամեն տեսակետից վառվում եք հետո որ ուզենաք խոսակ ամենը կասեն գիժը դու ես վերջը գիժը դուք եք դուրս գալ հիմա եթե քանի անգամ այդ բանը պատահեր է ուրեմն ձեր համար դուք ձեր համար իմացեք կարիք էլ չկա որ գնաք ամենին ուսումնասիրեք, դուք հենց ձեզի ուսումնասիրեք, որովհետև մենք բոլորովին չենք ուզում, մենք մեր կողմից, մեր շրջապատին հարազատին այս narcissistic title-ը կպցնենք և իրանց մասին խոսանք, որովհետև կարելի է, որ մենք սխալվենք, բայց եթե մենք ինքներս նկատում ենք, մենք մեզի protect կանենք, ինչպես ենք կարող protect անենք, boundaries, որ սահման ենք դնում, մի հատ սահման ենք որոշում, այդ չափի, որ կարողանում ենք, մենք գնալ գալ ենք անում, ամեն մարդինը տարբեր է, թեթևը կա, ավելի ծանր վիճակները կա, մենակ սահման դնելով է, որ մենք կարող ենք մեզի protect անենք, մենք նրանց չենք կարող փոխենք, մենք թեկուզ, եթե իրանց բերենք confront անենք, confront անելը narcissistic personality disorder ունեցողի համար, այսինքն դուք confront արաք, դուք երկու հատ ոտ ունեք, պետք է 12 հատ էլ պարկ անեք ու փախնեք, որովհետև իրանք այդ րոպեին արդեն կզգան, որ դուք իրանց մյուս կողմը տեսաք, և դա իրանց համար վերջն է, այդ րոպեին կարելի է ոչինչ չասեն, բայց դուք պետք է փախնեք, և ձեզի լավ մարզեք, ուժեղացնեք, ձեր self-esteem-ը բարձրացնեք, որովհետև սրանք հետ կվերադառնան, they come back and they bite you, որովհետև սրանք, որ դուք confront արաք իրանք հետ կգան և մինչև ձեզի չցավացնեն, վրեժ չառնեն, revenge, մինչև revenge չառնեն, մինչև punish չանեն, մինչև ձեզի չլացացնեն, սև քարի չնստասան, ձեռ չեն քաշի։ Confront անելը նարսիսիստներին շատ պետք է դուք ուշադիր ելեք,
որ confront եք անում, արդեն ամեն ձևի ձեզի պետք է պատրաստ պահեք, որ նրանք, որ վերադառնում են, դուք կարողանաք ձեր boundary-ները, սահմանները որոշելով, որ հիմա սրանից հետո կարելի է, որ ես ամիսը մեկ անգամ ավել չեմ կարողանա իր հետ հանդիպում ունենամ 1 ժամ, հիմա մինչև հիմա ամեն օր իմ հանդիպում 6 ժամ, սրանից հետո ամիսը մեկ անգամ կելի։ Ուրեմն, եթե ուզում եք confront անեք, պետք է ձեզի պատրաստեք, որ այս անձին ես կարելի է, որ տարին 1 անգամ, 2 անգամ էլ ավել չտեսնեմ, որտեվ ձեզի եք ուզում պաշտպանեք, ձեզի եք ուզում protect անեք։ Այդքան հիվանդ են այս մարդիկ։ Թեկուզ մենք տեսեր ենք, ունեցեր ենք, վկաներ կան, իրենց թորի հարսանիքին, նարսիսիստ, որովհետև այդ 1 ամիս, 2 ամիսը բոլոր ուշադրությունը, validation այդ հարսին կամ փեսային է, և իրանք ուշադրությունը չեն ստացել, հարսանիքի մեջտեղը իրանք ասում են արդեն քեֆս լավ չի, ինձ տարեք հիվանդանոց, որտև ասացինք ինչ, իրանք քեր չեն անում ձեր զգացումների համար, իրանց համար կարևոր չի, որ այդ հարսանիքը, որ 1 տարի է պլան է կարել, խառնվի, որտև իրանք validation ու attention ու ուշադրություն չեն ստացել այդ հարսանիքի, այդ սրահում պարելու մեջտեղրանքը, արդեն այդ տատիկ կամ պապիկ քեֆը կվատանա, 5-6 հոգի պետք է իրան տանեն emergency room, հիվանդանոց, մինչև առավոտ ընդ մնան, որ այդքան էլ քեֆները վատ չի, հիվանդանոցի չի, որ դուք էլ եք կարելի է խելոք հանգիստ նստեք կտա 2 թայլնոր խմեք վերջ, էլ ամեն ինչ խանգարեք, բայց նարսիսիստը չէ, քեր չի անի, ուզում հարսանիք էլի, 100,000, 2,000, 1 միլիոն ծախսված էլի, թորնա, they don't care, մինչև այդ չափի երթում են առաջ, հետոն էլ կլացեն, անգամ կլացեն, որ ձեզի փոշմանացնեն, որ դուք խոսացիք, հետո ամեն կգան ձեզի կասեն գիժը դու ես, չես համանչում, այսենց խոսացիր, պետք է շատ ուշադիր եք, շատ պետք է ուշադիր եք, եթե ուզեցաք confront անեք, դուք ձեր վրա աշխատեք, ձեր self-worth-ի վրա աշխատեք, ձեր codependency վրա պետք է աշխատանք տնեք, ինչու, որովհետև նարսիսիստների որսը codependent-ն է, people pleaser-ներն են, այսինքն դուք սկզբից այդ people pleaser-ն եք ել, որ միշտ please-եք արել, և այդ նարսիսիստ հիմա ամուսին, ընկեր, boyfriend, նշանած, մամա, պապա, քույրիկ, եղբայր, հարևան, ընկեր, ընկերուհի, բաս, դուք միշտ please եք արել, որտև իրանք codependent, որ people pleasing-ը իրանց մեկ հատ base-երից է, որ ունեն, բնավորություններից է, որ ունեն, որ բոլորին գոհ պահեն, թեկուզ իրանց ուզածի վրա ոտ են դնում, անցնում են, որ մյուսներին գոհ պահեն, ուրեմն նարսիսիստների որսը people pleaser-ներն են, people pleaser-ները, ովքեր են շատը մենք codependent-ների մեջ ենք տեսնում, ուրեմն դուք, եթե զգացիք, նկատակ, որ դուք ունեք ձեր շուրջը մեկը, որ narcissistic personality disorder ունի, ձեր աշխատանքը հոգեպես պետք է լինի ձեր self-esteem-ը, ձեր self-worth-ը, արժանապատվությունը, codependency-ից դուրս գալը և ձեզի սիրելը, self-care-ը
դրանք կատարեք, որ այն օրը, որ դուք ուզում եք ձեր boundary-ները որոշեք, սահմանները որոշեք, արդեն դուք բավականին այդ ուժեղ կետին հասած ելնեք self-love-ը, ինքնասիրությունը, արժանապատվությունը, ինքը իրեն արժեք տնելը, որ արդեն ձեր համար no ասելը դժվար չելնի, որտեղ նարսիսիստը no լսի, արդեն գալու է և ձեզանից վրեժ առնի, և իր վրեժ առնել մինչև ձեզի չծակի, չցավացնի, չի ձեր քաշի։ Ուրեմն պետք է ձեր self-esteem-ը ուժեղացնեք, codependency-ից դուրս գաք։ Շատ լավ։ Կարծում եմ այսօր այսքանը բավական լիներ նարսիսիստի մասին սիրելիներ, այո, Narcissistic personality disorder-ը ընդհանրապես teenage տարիքից կարող է սկսի մինչև early adulthood։ Շատ teenage-ը հələ կարելի է, որ իրենց հորմոնալ տարիքն էլի, բայց պատած վարքեր իրենց մեջ կարող ենք տեսենք, սա պետք է զգուշ ելենք, բայց շատը early adulthood-ից narcissist-ը իր personality-ն develop է լինում, որ պետք է ուշադիր լինենք, որը պետք ունեն համարյա շաբաթը 4-ից 5 օր էրթան թերապի, որ իրանց վրա աշխատանք տնեն, որ մի փոքր փոխվեն։ Շատ լավ, ծրագրի վերջն ենք սիրելիներ, հույսով եմ, որ այս information-ը ձեզ համար օգտակար լիներ։ Ինձ հետ ժամադրության համար հոգեկան անհանգստությունների վերաբերյալ, ընտանեկան դժվարություններ, զույգեր, ամուսիններ, նախքան ամուսնության թեստերի համար սիրելիներ, նույնպես depression, anxiety, panic attack և anger management և recovery from codependency կարող եք իմ գրասենյակը զանգել ժամադրություն վերցնելու համար 818 326 8221 թվով։ Բոլորիդ հանձնում եմ Աստծո ձեռը և ձեր ձեռքը։ Բարի գիշեր։